պաշտել է։ Բայց այսօր կուրքը մարդի սրտում է։ Ես չգիտեմ ով ինչ կուրք ունի, քո սրտում ինչ կուրք ունես։ Այսօր ում երկրպագուն ես դու, սիրելի երիտասարդ, եղբայրս երկրում ես։ Կարող է քո սրտում ինչ-որ մի անձնավորություն է, տղայի սրտում աղջիկ է, աղջկա սրտում տղա է, ուրք է։ Ես ինչ երկիչի երկրպագունները ուրք է։ Ես ինչի կուրքերը նամակ են գրել, որ ես երկջուրին ես երկը երկեի։ Եվ այսօր կուրքերը շատ են։ Մեկի կուրքը իր փառքն է, մեկի կուրքը Երևանն է, քույրեր եղբայրներ։ Մի քույրիկ երիտասարդ, ուրեմն ճամբարում, անուններով չեմ ասում, մի հատ այնպեսի կուրք ուներ, բայց այդ կուրքը այնպես էր արտահայտվում, ինքը այնպես էր արտահայտում այդ կուրքը, մենք չենք է պատկերացնում, որ դա կարող է իր կուրքը դինի, մեզ թվում էր ինքը հիվանդ է, ուրեմն աղոթքի ժամանակ, ինքը առաջ էր գալիս էր ինքը, հետաքրքիր է, որ առաջ էր գալիս, աղոթքի ժամանակ, թեժ աղոթքի ժամանակ, այսպես շրփալեն է գնում էր գետին, այսպես հանգիստ չէր բառում, այսպես կանոնաստր մի անգամ է շփալով գնում էր կորին, ասում են գլուխ բան չճարդվեց, աղոթում էին եղբայրներով, ոնց որ չարով բռնված, ոնց որ դիվահար, ամեն աղոթքին, ամեն օր ընկնում էր, այդպես շփալեն ընկնում էր գետին, երկու օր աղոթեցին, տեսին չի ազատագրվում, որոշեցինք տուն ուղարկենք, ասեցինք, վերջը ժողովուրդ են, կվախենան, որ մենք չունեն այդքան հազարդ շատերը։ Եվ մեր եղբայրներից մեկը եկավ ճամբար, փորձառու մեր 5 եղբայրներից, իրան ներկայացրեցինք, որ այս քույրիկի վիճակը այսպես է, ասեց, թույլ տվեք ես մի քիչ հետո զրուցել էր, ասել էր քույրիկ ջան, նայում եմ քեզ, շատ նորմալ քո ֆիզիոնոմիան, քո արտաքինը, շատ գեղեցիկ աղջիկ ես, վերջապես ամեն բան նորմալ է, ինչի ես քեզ գցում գետին, լսում եք ինչ եմ ասում, մենք ասում ենք, որ չար ես խեղճին գցում է գետին, մենք ասում ենք, ինչ ես քեզ գցում գետին ասում ենք, այդ եղբայրն ասում, պարզվում է, որ ես քույրիկը ոնց անի, որ երևա, իր կուրքը Երևանն է, ուրիշ ձևով չի կարող երևա, շրփալեն գնապոլին, որ բոլորը իր վրա ուշադրություն դարձնում, այն քեզ ասին կուրք ես, ինչ կուրք ես, իրա դրել է հիվանդի տեղ, որ բոլորը ուշադրություն դարձնում իր վրա, մենք ես կան տարվավաց, ես շատ զարմացա, ուրեմն սիրելիներ, Աստծո խոսքն ասում է, ուրեմն ինչ կսեմ, թե կուրքը բանն է, այսինքն եթե ոչնչություն է, ինչ է դրան երկրպագում, կամ թե կուրքերի զոհվածը բանն է, եւ այդ կուրքերին դու զոհ ես անում, զոհում ես ճամբարի հոգևոր այս մոլորտը, դու քո կուրքին ես երկրպագում, զոհում ես Աստծո խոսքի հայտնությունները, Տիրոջ ներկայությունը, զոհում ես քո հոգևոր կյանքը, զոհում ես հավիտենական կյանքը ու քո սիրտը տվել ես այդ կուրքը պաշտելու։ Սուրգերն էլ ասում կուրքը բանը չէ, դա ունայնություն է, դա մի հատ սատկած շուն, աղբ է, մի դետ սատկած շան երկրպագում ես, դրա համար ասում կուրքը ինչ է, բանը չէ, ու ինչ ասում։ Բայց ձեզ կսեմ, թե այն բաները զորոնք եթաները զոր կնեն, դևերուն գզոհեն ու ոչ թե ասում։ Եթե դու զոհ ես անում քո կուրքին ստեղ, ստեղ կուրքի պաշտամունք չկա, դու դևերին ես զոհում։ Եթե դու զբաղվում ես քո կուրքով, դու երկրպագում ես դևերին։ Դևերին զոհ ես անում, դևերի առաջ դու զոհում ես ամբողջ հոգևորությունը,
քո կուրքը երկրպագելու դա քո հանգստությունն է, քո հոգին հանգստանում է կուրքը երկրպագելով, որդորում ենք սիրելիներ, որ այդ աղբը, այդ զիբիլը Հիսուսի անունով մերժեք եւ տեսեք ինչ ասում Աստվածքը։ Բայց այս կսեմ, թե այն բաները զորոնք գետանոցները զոր կնեն, դևերուն կզորեն ոչ թե Աստծո։ Ու չեմ ուզել, որ դուք դևերուն հաղորդը տաք։ Չեք կրնար խմել Տերոջը գավաթը ու դևերուն գավաթը։ Չեք կրնար վայելել Տերոջը սեղանեն ու դևերուն սեղանեն։ Ուրեմն դու չես կարող համ հոգևոր սնունդ ստեղարնես։ Ամեն քո կուրքին երկրպագես, չես կարող։ Կամ Տիրոջ սեղանից պետք է օգտվես, կամ դևերի սեղանից։ Եթե մեր բոլորի աչքերը բացվի, մենք կտեսնենք, որ Տերը այստեղ մի մեծ ընթրիքի սեղան է բացել։ Եվ մենք էլ իր տղաներն ու աղջիկներն են։ Եվ Տերը հավաքել է իր սեղանի շուրջը, որպեսզի մենք ճաշակենք Սուրբ Հոգու հայտնությունները։ Բայց եթե դու, ինչպես դրախտի պարտեզում, եթե Ադամն ու Եվան ճաշակեցին մեղքի կյանքից, կենաց ծառը Աստված էլ թույլ չտվեց որ ճաշակել։ Եվ նրանք դուրս տարել։ Չլինի, որ կենաց ծառից էլ ճաշակել։ Ուրեմն հորդորում ենք սիրելիներ, որ դուք դևերի սեղանի չօգտվեք։ Դուք գտնվում եք հոգևոր ճամբարում Աստծո ներկայության մեջ, բայց կարող է դևերի սեղանից օգտվեք։ Մերժեք այդ սեղանները։ Եվ դևերի սեղանը քո սրտի մեջ կարող է բացել։ Եթե քո սրտում քո կուրքը պաշտում ես, ամբողջ ուշադրությունն է քո կուրքին նայելու, նրանով զբաղվելու, նրա վրա մտածելու, քո ամբողջ հեռախոսները նրա վրա է աշխատում, քո կապը կուրքերի հետ է, Տերը թույլ չի տա, որ դու իր սեղանի ճաշակես։ Իսկ կուրքը եւ փողոցում ընկած, խոտած, լեխած, սատկած շունը նույն բանը։ Կուրք պաշտել, կուրքով զբաղվել նշանակում է։ Ես պատահել է, որ դուք փողոցով անցնելուց նրանց սատկած շուն եք տեսել ավտոյցակում։ Տեսել եք, թե չեք տեսել։ Որ ծախվել է արդեն, կոպիտ ասած աղիքները դուսաթափել, տեխել է ասել։ Ես ձեր մեր ցանկություն առաջանում է գնանք նա ուսումնասիրեք։ Աղիքները հաշվեք։ Գնանք հաճելի է ձեզ։ Եվ բանել ասում արդեն որդնել են, որդերը հաշվեք։ Կուրքը և դա նույն խորհուրդում է։ Ուրեմն չլինի, որ դու սատանայի խաբված ես։ Չլինի, որ սատանան քեզ խաբի։ Առանց էլ մենք խաբված ծնվել ենք Ադամից ու Եվայից։ Ամբողջ կռիվներն է, որ մենք արթնանանք ու մերժենք սուտը։ Եվ մենք խոնարհվենք ճշմարտության առաջ։ Մեր սրտերը տանք ճշմարտության։ Առանց էլ դու ծնվել ես այդ սրտով, ստությանը հավատալու սրտով, եւ Սուրբ Հոգին ուզում է քեզ բժշկի, որ սատանան մռնչող արուծի պես, որ պտտում է մեկին կուլ տա, քեզ չկարողանա կուլ տա, որ դու բժշկվես, որ դու ազատագրվես, ահա կուրքի խորհուրդը։ Հիմիկ բանի ձեր նստած տեղը, Հիսուսի հետ դուծեք ձեր հարցերը, հաշտվեցեք Աստծու հետ, ասա Տեր, ես կուրքերը մերժում եմ Հիսուսի անունով, դնում եմ քո ոտքերի տակ, առանց ափսոսալու, դուք որ ձեր տունը մաքրում եք, քույրիկներ, եղբայրներ, ձեր տունը մաքրում եք, ձեր տանը գործ անում եք, քույրիկներ, թե մամաներն են անում։ Հավես ունեք տունը գործ անելու, ասենք զիբիլը մաքրելու, տունը սրբելու, ունեք, հավես ունեք, թե հավես չունեք։ Եղբայրներ, դուք ինչ եք անում։ Տունը գործ անում եք, թե չէ։ Հիմա այդ աղբը, որ հավաքում եք, վերջում ինչ եք անում։ Ձեր առանձնասենյակն եք տանում, չէ։ Ձեր գարդերոբի մեջ եք լցնում, ճիշտ է։ Ափսոս չի թափել։ Ափսոսում եք։ Թե մի րոպեշուտ ուզում եք տանեք թափեք, որ ազատվեք։ Ուրեմն սիրել եք թափեք այդ զիբիլը, հենց հիմա, Տիրոջ ոտքերի առաջ, թափեք սիրելիներ և հաշտվեցեք Աստծո հետ։
Հիմա քո սրտի որ անկյունում ես այդ գուրքը թաքցրել, որ Տերը չտենա։ Տերը տենում է, որ եւ չի ուզում քեզ պատժի, ուզում է քեզ բժշկել։ Ալելույա։ Պատանյական պաշտամունքին ուրեմն այս առաջի օրն էր, որ եկել էին պատանիները, առաջի գիշերն էր, աղոթքի ժամանակ այսպիսի հայտնություն եղավ Սուրբ Հոգուց։ Աղոթքի ժամանակ, որ աղոթում էին, եւ հայտնությունը հետեւյալն էր։ Հայտնությունը հետեւյալն էր։ Ես աղոթում եմ ու այդ հայտնությունը եկավ իմ մեջ, ես մտածում եմ, ասեմ թե չասեմ։ Դե ասի մարդ են, ոմանք չեն հասկանում, ոմանք ասում են, ես ինչ հա հայտնություն են ասում։ Բայց ասի պետք է ասեմ, որտեվ իմ մեջ տրվեց այդ հայտնությունը եկավ։ Ասի ես չգիտեմ սա ում է վերաբերում, բայց դահլիճում կա հոգիներ, հոգի կա, որ ինքը մտածում է, որ Աստված իրան ուզում է պատժել եւ դժոխք շպրտել։ Բայց Տերը ասում է քեզ, որ Տերը ուզում է քեզ բժշկել եւ փրկել։ Ու աղոթ կարեցին, պաշտամունքը վերջացավ, հայրներով բոլորը գնացել են իրար սենակներ, արդեն ուշ գիշեր էր, 11-ն է, 12-ն է։ Ու պատասխանատու քույրիկը մի 15 տարեկան աղջնակի ձեռքից բռնած, մոտեցավ ինձ, Հավրես եղբայրս մեր քույրը ուզում ա քո հետ զրուցի, աղջիկ ջան ասի, գնա քնի, արդեն ուշ ժամ է, առավոտյան կզրուցեն։ Հիմա ինքը սնքրթում է, լացում է, սնքրթում է։ Ինքը չի կարող խոսա, պատասխանատուն ասում է, ինքը ասում է, մինչև չկիսվեն, քունս չի տանում։ Առանձնացման զրուցելու, մի կերպ սնքրտալով խոստովանում է իրավիճակը, եւ ասում է եղբայր, այդ հոգին ես եմ։ Ես մտածում եմ, ու իրա մեղքն է խոստովանում։ Եվ ես մտածում եմ, իրա կուրքն է խոստովանում, որ Տերը ինձ պետք է պատժի եւ դժոխք շպրտի։ Բայց որ ասեցիր, Տերը քեզ ուզում է բժշկել եւ փրկել, այդ խոսքը եկավ ու մտավ իմ սրտի մեջ եւ փոխվեց, բժշկություն եղավ իմ մեջ եւ իրա վիճակը բացեց Տիրոջ առաջ։ Սնքրտալով ողջում էր Տիրոջ առաջ։ Մինչև պատոկի վերջը ուրախությամբ փառաբանում էր Տիրոջը։ Ուրեմն եթե դու այդ վիճակով ես եկել, Տերը քեզ ուզում է բժշկել եւ փրկել։ Տերը քեզ չի նայում որպես հանցագործի, որ պատժի, Տերը քեզ նայում է որպես հիվանդ եւ ուզում է բժշկել։ Դա հիվանդություն է։ Կռապաշտությունը հիվանդություն է, հոգևոր կատեգորիայի հիվանդություն է։ Դա մարմնի որևէ մի մասը չի։ Դա հոգու աշխարհում վիրուս է, հիվանդություն է, որ մենք ժառանգել ենք Ադամից։ Հիմա Տերը քեզ չի ուզում պատժի, քուր ջան, եղբայր ջան, ես չգիտեմ հիմա սա ումն է վերաբերվում։ Տերը ուզում է քեզ այդ կռապաշտության գերությունից ազատի, որ դու դևերին բավական է զոհանես։ Որ դու քո անձը բերես Տիրոջ առաջ եւ ճաշակես Տիրոջ սեղանից։ Տիրոջ հայտնություններին ճաշակես։ Համաձայն եք սիրելիներ։ Եվ Տերն ասում է դու չես կարող համ քուրդ պաշտել, համ ազգուն պաշտել։ Դու չես կարող դևերի սեղանը դու ես թույլ տվել, որ քո հոգու աշխարհում դևերը սեղան բացել։ Եվ երեկուրքը դրել են, ասում են էսի քո կյանքն է, որ ուտես հավիտյան կապրես։ Մեկ ասում են, որ իմ կուրքին հասնեն, մարդ ասում է երկար կապրեն, մեկ էլ ասում է ես չեմ եղել, մենակ կուրքից հասնեն։ Բայց մինչև չհասած արդեն ներում։ Ուրեմն ասում է, թուրքը բանը չի ասում, այդ ում եք պաշտում։ Մերժեք է ստերը։ Թող փառավորի Տիրոջ անունը։ Սուրբ Հոգին բժշկություն է անում, սիրելիներ։ Մենք հակառակ ենք բոլոր այդ կուրքերին Հիսուսի անունով։ Մենք հակառակ ենք սատանայի բոլոր կապանքներին Հիսուսի անունով։ Ոմանք կասկածների մեջ են, ոմանք անհավատությունով են բռնվել, ոմանք աշխարհասիրությունով են բռնված, ոմանք երիտասարդական ցանկություններով բռնված։ Սատանան ամեն մեկի մի բանով խաբել է։ Եվ այսօր փրկության օր է, այսօր բժշկության օր է։ Մենք հակառակ ենք այդ բոլորին Հիսուսի անունով։ Դուք էլ միացեք ձեզ, հակառակ եք։ Եվ
Սուրգիքն ասում է հակառակ եցեք սատանային և սատանան ինչ կանի։ Մենք գալի ասում են երկաչան աղոթեք, որ ես չարես մի ձևանը։ Աղոթելով չի, հակառակվելով է, եթե դու հակառակվեցիր, պաղթ է արդեն։ Որ գազ աղոթեք, կմնա, որ թարաբանը կարտեք դիրոջը։ Դու ոչ մեղքին կարաս հաղթես, ուրքին չես կարա հաղթես։ Դու նրա գերին ես, դու չես կարող նրան հաղթես։ Բայց դու կարող ես նրան մերժել, հավատալով Աստծո խոսքին։ Դու կարող ես հակառակ գնալ։ Եվ Սուրգիտն ասում է, որ արյուն թափելու չափ հակառակ կեցեք մեղքին։ Ոչ չարի մտքերին կարաս հաղթես, ոչ երիտասարդական ցանկություններին կարաս հաղթես, բայց դու կարող ես սատանայի մտքերին էլ հակառակ կենալ, հին մարդին էլ հակառակ կենալ, երիտասարդական ցանկություններին էլ հակառակ կենալ, դու կարող ես հակառակ կենալ։ Եվ երբ որ դու հակառակ ես, նրանք կորցնում են իրանց ուժը, սկզբից պայքարում են, բայց որ դու հաստատ ես քո հավատքի մեջ, նրանք հեռանում են քեզանից։ Դու բժշկվում ես, քեզի փրկելու է քո հավատքը։ Հալելույա։ Հարանորի Տիրոջ անունով։ Սիրելիներ, դուք մի մտածեք, որ կաղոթեն կամ եղբայրները կաղոթեն, Հիսուսը կմոտենա, իր ձեռքը մեր ներսը կտանի ու բոլոր կապանքները կուրքերը կանի ու շպրտել։ Քեզի փրկելու է քո հավատքը։ Ինչպես այն մեղավոր կինը եկավ ընկավ Հիսուսի ոտքերը, հիշում եք, Փարիսեցի Սիմոնի տան մեջ։ Եվ Հիսուսը ինչ էր ուզում նա Հիսուսից։ Նա ոչ հիվանդ էր ֆիզիկապես, ոչ էր սոված էր, պրոբլեմ չուներ, նա ֆիզիկական պրոբլեմ չուներ, բայց նա ուներ հոգևոր պրոբլեմ։ Եվ Հիսուսը ասեց այդ պրոբլեմը որն է, ասեց ով կին քո հավատքը քեզ փրկեց նրա խաղացան։ Այսինքն սիրելիներ այդ կինը հավատքը մարմինն ու արյունը չի արտադրում։ Մեր իմաստության հետևանքը չի հավատքը։ Իմաստությունով սարկած հավատքը խանգարում է Աստծուն։ Երբ որ քո խելքով հավատք ես շինել, դա Աստծուն խանգարում է, Աստված այդ հավատքը չի օրհնում եւ չի հաստատում։ Սիրելիներ, հավատքը լսելուց է, չէ՞։ Լսել Աստծո խոսքը։ Ուրեմն այս կինը Հիսուսի քարոզները լսել էր, ոչ թե միայն լսել էր, նաև հավատացել էր։ Եվ Հիսուսը ինչ էր քարոզում, մանավանդ այդպիսի կանանց, որոնք մեղքի ստրուկ էին, իրենց կյանքի իմաստը։ Հիսուսը քարոզում էր, որ ինքն է ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Քարոզում էր թե ոչ։ Պաստորին իսկին հավատացել էր որ կյանքը։ Այսպիսի կանանց Հիսուսը քարոզում էր, որ այդ ջրից խմի, հիշում եք Սամարացի կնոջը, որ քարոզեց։ Ասեց այդ ջրից ինչքան էլ խմես, նորից կծարավես։ Բայց որ խմես այն ջրից, որ ես եմ տալու, հավիտյան չես ծարավի, ու աղբյուր կբացվի քո մեջ, հավիտենական կյանքի ու գմխի։ Եվ այդ կինը ֆիզիկապես հասկացավ ջուրը։ Ասեց դե տուր ինձ այդ ջուրը, որ ես չգամ ստեղ։ Եվ Հիսուսն ասեց գնա այլդ կանչե։ Ջուրը ցույց տալ։ Եվ ինքը ասեց, որ ես այլ չունեմ։ Ասեց ճիշտ ես ասում։ 5 հատ ունեցել ես, ասել բեզիրորդ նա որ էլի քոնը չէ։ Այսինքն քո ջուրը, քո կյանքի իմաստը, քո կուրքը։ Տեսա կուրքը որն է։ Այդ կինը ինչ էր գրած մեղավոր կին։ Իր կյանքի իմաստն էր, իր կյանքի աճույքն էր, իր կյանքի ջուրն էր, արդեն խմել էր, ինչքան որ խմես նորից կտարավես, հասել է 6-րդին, կհասնի 7-րդին, կհասնի 10-րդին, եւ այդպես էլ քեզի կտանի մահվան, մեղքի վարձքը ինչ է։ Եվ այս կնոջ միտքը բացվավ։ Եվ այս կինը գնաց ու քարոզեց Հիսուսի մասին։ Այսինքն այս կինը ապաշխարեց։
Ուրեմն դեն մեղավոր կինը Փարիսեցի Սիմոնի տան մեջ Հիսուսի քարոզները լսել էր, որ կյանքը Հիսուսն է։ Քանի հոգի են այսպեսի քարոզներ լսել, որ կյանքը Հիսուսն է։ Քանի հոգի են լսել այս քարոզները, որ կյանքը Հիսուսն է, թող ձեր բացասնեն։ Լսել եք։ Քանի հոգի են կարդացել Սուրբ գրքից, որ Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Կարդացել եք։ Քանի հոգի են այդ լսածին հավատում, թող ձեր բացասնեն։ Իսկ քանի հոգի են հաստատ հավատում, թող նրանք ձեր բացասնեն։ Համոզված եք։ Բա սատանայի աղբանոցներում ինչ ես մտնում։ Ուրեմն ինչից կերևա, որ դու հաստատ ես հավատում, թե չէ։ Եթե մեկը հաստատ հավատում է, որ կյանքը Հիսուսն է, այլևս աշխարհում կյանք չի կարող փնտրել, ոչ թե հազիվ իրան կզսպի, չի կարող։ Որտեղ Աստծո սերմի մեջ կմնալ, չի կրնալ մեր գործել։ Եվ այս կինը փաստորեն հավատացել է։ Ասես կանայք ինչքան կային, բայց այս մեկը եկավ, ուրեմն հավատացել էր։ Եվ Հիսուս ասեց քո հավատքը քեզ բրգեց։ Այսինքն ամենամեծ հրաշքը մարդու կյանքում, որ հավատքի փոփոխությունն է, որ մարդը էլ չի հավատում մեղքի կյանքին, երիտասարդական ցանկություններին։ Ինչու ես դու սիրում մեղքի կյանքը։ Ինչու ես դու սիրում երիտասարդական ցանկությունները։ Ինչու ես դարեկրապաշտ։ Ինչու դու կուրք ունես, որտեղ դու այդ կյանքին ես հավատում։ Որ կյանքը որ դու սիրում ես, ուրեմն դու դրան հավատում ես։ Եթե ամբողջ մեղքը Աստված ու սատանային էր երկրի վրայից վերացնի, Էլի մարդը մեղք կգործվի։ Որտեղ մարդը հավատում է մեղքի կյանքին, մարդը իր բնույթով կենդանական աշխարհում խոզը, որովհետև գիտեք, չէ՞, խոզը, գիտեք թե չգիտեք։ Խոզը իր բնույթով ի՞նչն է սիրում։ Սերն է սիրում, չէ՞։ Մի պատկերացրեք, որ խոզերի տանեն նստեղ, որ ջուր կա, որ ծեր կա, ոչ է կարան ծեր սարքեն, խալիները խրեն, սենց ասեն, այան ասում, ծեր ինչ ես անում, ես խանուրդարի պարկի կոմար պոտները ծենք երել, հանի որ դիվան այդ խոզերի ծերի մեջ, թող բժշկություն են Հիսուսի անունով, Ալելույա։ Ուրեմն մենք եկել ենք բժշկվելու, որտեղ Տիրոջ հոգին ընդեղ ազատություն, եւ ազատությունը ցեխի մեջ գնալը չի, ցեխի մեջ չգնալն է, ազատությունը սատկած շների այքները հաշվելը չի։ Ասենք մեկը գնացել ուսումնասիրում է թոտալշան աղեքներն հաշվում, ասում են այ աղբեր, այ քուրջան, ասում են դու հեռու մնա դրանից, ասում են, ասում եմ, ես ազատ եմ, ինչ ուզենամ կանեմ։ Ախր դու ազատ չես ասում ենք, ախր դու բռնված ես, երևի դու հիվանդ ես։ Ուրեմն ազատությունը աղբը թափելն է, թե չթափելն է։ Որն է ազատությունը։ Աղբից զրկվելն է, թե չզրկվելն է։ Ճանաչեք ճշմարտությունը։ Ձեզի ինձանից սկսած, բոլորից ես վերջացրած, բժշկելու է ճշմարտությունը այս պաշտամունքների մեջ։ Տիրոջ շնորհքով եղբայրները փոխանցելու են Սուրբ Հոգու հայտնությունները, ճշմարտության հայտնությունները եւ ճշմարտությունն է ձեզի բժշկելու։ Ձեզ ազատելու է ճշմարտությունը։ Ես մի հատ վկայություն եմ կարդալու սիրելիներ։ Ուերից մեկին վայրով սարշենի է գրել իր բժշկությունը։ Հեռախոսի մասին է ասել։ Ուրեմն տեսեք հոգևոր բժշկություն է ստացել Սփյուռիկը եւ իջել։ Ինչպես է բժշկվել։ Լսում եք։ Ես անցած պատոկի մեջ եմ։ Դեստեղ գրում է երկար ջան, վերջը։ Դա բաներ է գրում։ Եվ վկայություն է։ Իմ համար ավետարանի վարդապետությունից թանկ բան չկա։ Ես ամեն կարդալուց հասկանում եմ, որ ամեն մի բան ուղեղի չի բխում։
այլ կյանքից է բխում, բժշկության հետևանքներն են։ Իմ համար ավետարանի վարդապետությունից թանկ բան չկա այս աշխարհում, որտեղ Աստծո զորությունն է իմ փրկության համար։ Սրանք անգիրարած խոսքեր չեն, սրանք աչքերը բացված, տեսած, բժշկված մարդի խոսքեր են։ Ես ուզում եմ վկայել, որ ինձ բժշկել է Աստծո ճշմարտությունը, լսեք ճշմարտությունը, քեզ ճշմարտությունն է բժշկելու։ Ես երկար ժամանակ կյանք եմ տեսել ցանկությունների մեջ, երիտասարդ քույրիկ, երկար ժամանակ ես կյանք եմ տեսել ցանկությունների մեջ ու տառապել եմ շատ խորը, ես մտածում էի, որ Աստված դաժան է վարվում իմ հետ, ստեղծել է օրենքներ, որոնց պատճառով ես տանջվում եմ։ Լսում եք, սիրելիներ, լսում եք հիվանդությունը, տեսնում եք հիվանդությունը, տեսնում եք հիվանդ հավատքը, այստեղ հավատք է, սա էլ է հավատքը։ Հիմա մարդը ինչ է մտածում Աստծո մասին։ Մտածում է, որ Աստված ես ինչքան օրենքներ է դրել։ Չի կարելի, չի կարելի, չի կարելի, չի կարելի։ Ես ինչ դաժան Աստված է։ Մարդի հավատքն է սա։ Այդպես հավատացին Ադամն ու Եվան։ Այդ վիրուսը, այդ հիվանդությունը, այդ ինֆեկցիան, այս որ Աստծուն դաժան է դնում, փոխանցվել Ադամից, Ակո բնույթն է, մարդի սիրտն է սա։ Ես քույրիկի վկայությունը, որ ես կարդացի եւ կարդում եմ, ես հիշում եմ իմ մանկությունը հոգեվոր եւ ֆիզիկական։ Պատանի հասակից այնցի Տերը կանչե 14 տարեկանից։ Ես ամբողջ սրտով եմ նվիրվել Տիրոջը, բայց եկավ ժամանակ, շատ կարճ ժամանակ, մի քանի ամիս հետո երևի մի տարի էլ չէր անցել, կամ մի քիչ անցել էր, չեմ կարող կոնկրետ ասել։ Ու ինձ թվում էր, որ Աստված իրոք ինչքան դաժան է, ամեն ինչի զրկել է։ Ես ինչ օրենքներ է դրել։ Եվ իմ սիրտը Հիսուսին ասում էր, լսում եք ինչ եմ ասում։ Լսեք, որ բժշկությունը լինի, ճշմարտությունը, մեզ էլ է ճշմարտությունը բժշկել, ինչպես է երեխեն անգարի։ Ու իմ սիրտը ես վախենում եմ բարձրաձայն ասել, բայց իմ սիրտը Հիսուսին ասում էր, այսքան շուտ դու չի հայտնվել իմ կյանքում։ Քանի դեռ դու իմ կյանքում չկայիր, ես ինչ ուզում անում էի, ոնց ուզում ապրում էի։ Դու եկար, ամեն օր իմ հետ ես, տենում ես ես ինչ եմ անում, ես էլ չեմ կարող ապրել ինչպես որ ես ուզում եմ։ Երբ որ ես կմեծանայի 70-80 տարեկան կդառնայի, նոր եղած կարիք, հիմա այսքան շուտ ինչ ես եկել։ Ես վախից բերանս փակում եմ, որ ես ուրիշ բան չասեմ, ոնց որ ուզում եմ իմ սրտին լրացնեմ, գոռում այնքը, հիմա եսի ոնց բացատրեմ։ Սա այն բնույթն է, որ մենք ժառանգել ենք Ադամից։ Սա այն վիրուսն է, ինչպես բժիշկները, ասում են հիվանդը, որ նայում են, դիագնոզ են տան, ասում են դու վիրուս ունես, սառը օդից այդ վիրուսը կաշխատի հիվանդությունը գլուխ բարձրացնի, սառը ջրբոր կմար սենց կրնի։ Հիմա այս վիրուսը երբ է աշխատում, երբ որ դու գնում ես Հիսուսին, այդ վիրուսը գլուխ է բարձրացնում, չեք նկատում։ Հենց ուզում ես նվիրվես, երիտասարդական ցանկությունները, վիրուսները գլուխը բարձրացնում են, այ քեզի բան ասում են, չհասկացանք, ես ինչ նոր կյանք ես գտել։ Այսքան ժամանակ իրար հետ ապրում ենք, վատ ենք ապրում։ Կյանք Հիսուսն է։ Ուրեմն դու չգիտես, մինչև հիմա կյանքը որն է։ Եվ ես սատանայի ստերն է սիրելի։ Եվ ես հիշում եմ սիրելի եղբայրներս եւ քույրերս, որ այսպես այս պատերազմը ավելի սաստկացավ եւ ինչ եղավ։ Եվ այս քույրիկը ինչ է վտայում։ Ուրեմն ինչքան ստեղ սրտեր կան։ Լսեք, որ Տերը ուզում է ձեզ բժշկել։ Համաձայն եք, որ առաջ հոգևոր բժշկություն։ Հոգևորը, որ կատարվի ֆիզիկականը, հետևից է գալիս։ Ես մտածում եմ, որ Աստված դաժան է վարվում իմ հետ, ստեղծել է օրենքներ, որոնց պատճառով ես տանջվում եմ, բայց հիմա, երբ Աստծո զորությունը բացեց իմ աչքերը, ես տեսա, որ կյանքի հոգու օրենքը ինձ ազատեց
ազատել է մեղքի ու մահվան օրենքից։ Ու կյանքը, ու որ կյանքը Հիսուսն է։ Ալելույա։ Ես հավատում եմ, որ Տերը բոլորին է ուզում ստեղ բժշկել։ Եվ բժշկել է ճշմարտությունը, այս երեխեն ճիշտ է վկայում։ Չի ասում տեսիք տեսա, մի հատ երազ տեսա, չգիտեմ ձայն լսեցի։ Դրանք լավ են, բայց դրանք չի բժշկում։ Աստծո խոսքի գրած ճշմարտությունները մինչև քեզ չբացվի, դու չտենաս, դու չես բժշկի։ Ինչպես եմ ես բժշկվել։ Ես ասում եմ Տեր, ամեն բան արգել եմ, որ ես մի բաժակ ջուրներ չարգել եմ, ես հաճախակի երիտասարդականներում վկայել եմ։ Իսկ ես մի բաժակ ջուր իմ հասկացած կյանքն էր, որի մեջ ես տեսնում էի իմ հանգստությունը, իմ երջանկությունը, իմ կյանքի իմաստը։ Ասում եմ, որ ես էլ չարգել եմ։ Ամեն բան արգել եմ, ես սիրտ արժանացում։ Ես սատանայի սուրբ։ Հիմա ինչ հարցում ունի աստվածային հայտնությունը, տղա ջան ասում, որդիս, ախր դու չես պատկերացնում ես քեզ ինչքան եմ սիրում։ Երկրի վրա անգամ քեզի կամենում եմ ամենաընտիր կյանքը։ Զելի երիտասարդներ, Տերը ձեզ ամենաընտիր կյանքն է կամենում, անգամ երկրի վրա, դրախտի մասին չի խոսքը։ Ես քեզ սիրում եմ ասում, որդիս, դու չես պատկերացնում։ Բայց այս ջուրը, որ խմելու չի, խմելու ջուր չի, աղտոտ, կեղտոտ, սատանայի կանալիզացիայի ջրերն են։ Ես ոնց համաձայնում եմ այդ խմել։ Դու իմ որդին ես, ես էլ քո հալալ հայրն եմ, ես քեզ սիրում եմ, տղա ջան, խմելու չի, որ խմելունն է, ոչ թե մի բաժան։ Ես աղբյուր կբացեի քո համար։ Գիշեր ցերեկ խմեի, քնածը տեղներ կխմեի, կխմեի ու հատ խմեի, ավիցյան խմեի։ Բայց խմելու չի։ Աղտոտ, կեղտոտ, սատանայի կրանքների ջուրը։ Ու այս ճշմարտությունը բացվում է մեզի, ինչպես ես երեխեն ագրում, բացվում է մեր հոգու աչքերը, և այդ ճշմարտությունը, ես հիշում եմ սա եղել է 84-85 թվերին, և այդ ճշմարտությունը, այդ հայտնությունը Տերը դրել է մեր մեջ, դա հակավիրուսն է, անտիբիոտիկն է։ Եվ մինչև այսօր, Իմ մարդը չի վերանում, բայց մինչև այսօր ամեն օրվա պատերազմն է, մեզ ազատում է բոլոր գայթակղություններից, բոլոր ցանկություններից մեղքից, բոլոր տեսակի սատանայի սրտերից, ազատում է իմ ուժերը մեղքի դեմ կռվելու, մոտ 35 տարուց ավել առաջ վերջացել են, ճշմարտության ուժն է, որ մեզ պահում է Հիսուսի ոտքերի մոտ։ Ալելույա։ Եվ Սուրբ Հոգին այս հայտնությունները տվել է եկեղեցուն, որ այսօր բժշկվեն, տեսնում եք, որ բժշկությունները։ Եվ այստեղ շատ ֆիզիկական բժշկություններ է եղել, ողնաշարի բժշկություններ, սիրելիներ, մեջքի ցավեր, եկե վկայել է։ Պատանիներից, անբուժելի հիվանդություններից էին բժշկվել։ 13 տարեկան պատանին բժշկվել էր Պսորիասից։ Պսորիաս, Սորիաս, по-русски тоже. Как прокаш, Պսորիաս։ Եվ մենք զանգեցինք իր ամորը ճշտեցինք, երեխայ ասին, ուրիշ բան չեմ։ Անգամ մաշկաբան բժիշկ կար էստեղ, ստուգեց, չեմ նշում քանի տարի ասեց, այդ երեխեն տառապել է Պսորիասով։ Ամեն տեղ տարել են, ամեն տեղ ծնողները, երիտասարդ, երեխեն փոքր, ամեն ինչ արել են էստեղ։ Արմունկից ներքև բոլոր վերքեր էր, և արմունկից վերև, և ներքև, մինչև միլակները դրի վերքեր էր։ Ծնկներից ներքև, մինչև վերքի թաթերը չհասած, էլի վերքեր էր։ Սա մոր վկայություն եմ ասում։ Եվ դրանք անհետացել էին։ Ալելույա։ Մեր երեխեքից մեկը իմանոց տեղավորից, ինքը զոբից է բժշկվել, որ բժիշկները վախենում էին վիրահատեին, որտև ինքը պատանի էր և զոբը շատ էր մեծացել, սաստկացել, ահավոր էր։ Դեղերով էր ապրում, բայց էլի հնար չկար։ Եվ իրա տատիին, երբ որ մենք բժշկության համար ասեցինք, շատ էին ուրախացել և
ասեց Երբաջան 5-6 տարի մենք տարապում ենք իրան Վրաստանից էին, արդեն 5-6 հազար դոլար թող եք ծախսել, բայց օգուտ չկա։ Եվ այդ երեխուն տերը բժշկել էր զոհից։ Այդ երեխան որ դե թողոտի կանում մի հատ։ Այս մեր արջիկն ես։ Հիմա ոնց ես զգում ես։ Առանց դեղի նորմալ շնչում ես, նորմալ ուտում ես, դե փառքես ուսի նստի արջիք։ Հոգևորը, որ կատարվում է ֆիզիկականը հետևից է գալիս։ Մենք չենք ասում եղա պրծավ, դուք ոչ տեղ չէիք, ձեզի բազին չասավ, բայց այդ բաժնից դուք էլ ունեք։ Մեր կուրքերը շպրտեք միան, որ բժշկվեք համ հոգևոր, համ ֆիզիկապես։ Ում վրա եք հույս դրեք, կուրքերի վրա։ Կուրքի վրա հույս են դնում սիրելի։ Սատանայի խաբվածները թող արթնանան այսօր։ Սատանայի տանջվածները, որ կուրքով կապել է ու տանջում է քեզի հոգեպես։ Եվ եթե դու շատ խորանաս կրապաշտության մեջ, մեղքի կյանքի մեջ, մարդիկ խորանալով կամ ունենում են հոգևոր խանգարումներ հոգեկան, կամ գնում են ինքնասպանության։ Մեղքի վարձ կմարը։ Սավուղը, որ մեղքի մեջ խորացավ, մի անգամ Աստծո խոսքից դուրս եկավ, երկրորդ անգամ, քանի անգամ, խորացավ, վերջը ուր հասավ, հոգեկան խանգարումների հասավ։ Եվ սատանան տանջում է։ Կյանքից տեսած կլեք, ովքեր են գնում ինքնասպանության, ովքեր մեղքի կյանքի մեջ խորացել են, նարկոտիկի մեջ է, անարակության մեջ է, արկաղուլի մեջ է, խորացել են, այդ տեղ չկա հասնելու, արդեն իրանք մտածում են, պետք է մեռնեն, որ հանգստանալու էլ ճար չկա, բայց Հիսուսն ասում է եկեք ինձ, ես ձեզ կհանգստացնեմ, Ալելույա, վերջի քայլը դու չանես, անգամ եթե համոզված ես դու պետք է մեռնես ու դժոխք գտաս, դու քո ոտով չգնաս, գնա Հիսուսին, թող Հիսուսը որոշի, իմ կյանքում տենց է եղել, երբ որ ես ասել եմ ինքնասպանության շեմին, ու ես արդեն համաձայն էի դրան, ես մենակ վախենում էի, որ դա մեծ մեղք է, ես կհայտնվեմ դժոխքի կենտրոնում, բայց ուրիշ ճար չկա, ես էլ չեմ ուզում ապրել, կյանքը դառել է անիմաստ։ Եվ ես պատանիների հետ, վաղ երիտասարդների հետ շատ այդպեսի դեպքեր կատարում։ Բայց իմ մեջ միտք ծագեց, ես կգնամ Հիսուսին, որտեղ ես մտածում եմ, որ ես արժանի չեմ Հիսուսին գնալու, ես պիղծ մեղավոր եմ, մտը չեմ մաքրվել, արժանի չեմ Հիսուսին գնամ, պետք է մաքրվեմ, որ գնամ, չեմ էլ կարող մաքրվեմ, աշխարհ չեմ ուզում գնալ, որտեղ սատանան ասում է դու ոչ հիվանդ ես, ոչ պրոբլեմ ունես, ես հիվանդ չեմ եղել, որ ապաշխարել եմ, ոչ էլ նյութական պրոբլեմներ ենք ունեցել, իմ ծնողները լավ փողեր են աշխատել սովետական միության ժամանակ, եւ ես քաղաքում եմ ապրել, քաղաքում մեղքի կյանքը շատ ջոխ է, ճակերտների մեջ։ Զիբիլները քաղաքում շատ է, չէ՞։ Եվ հիմա ես աշխարհ չեմ ուզում գնամ, ինքնասպանություն վախենում եմ անեմ, Հիսուսին գնալու արժանի չեմ, ինչ անեմ, սա դժոխային տառապանք է։ Եվ իմ մեջ միտք է գալու, դու գնա Հիսուսին, թող Հիսուսը որոշի քո վերջը, դու մի որոշի, շատ այդպես ապրեսնող միտքեր, ասի ես կգնամ Հիսուսին, եթե Տերը այսօր ինձ կշպրտի դժոխք, ես արժանի եմ, բողոքելու տեղ չունեմ, արդարանալու տեղ չունեմ, լացելով կետան դժոխք, բայց Տերը թող որոշի, ես չեմ որոշել։ Եվ Հիսուսի որոշումը եղավ հետևյալը, կարճ եմ ասում, ասեց մի բան ստացվեց, կնոտ ասել մոտ ոչինչ չի ստացվել, դու գիտես, որ ես ուզել եմ քո պատվիրանները պահեմ, բայց չի ստացվել։ Իսկ քո ընտրությունը ում ես տալիս, երկրորդ ճանապարհը։ Դու ներքին չես կարող արտես, բայց դու ես ընտրում, Տեր ասի, ես քեզ եմ ուզում, դե ասես, որ դու ինձ ես ուզում, ուրեմն դու իմն ես, ու անառակ որ դու տես ինձ գրկես,
Տեր ասիպա շուտ ասել, ես արդեն խելագարում է։ Ալելույա։ Ուրեմն եթե մենք այսօր այստեղ ենք, ձեր մեջ ենք, անցել է մոտ 46 տարի, Տիրոջ շնորհքով ենք ինչ-որ այլ։ Այն ճշմարտությունները, որ մեզ բժշկել են, նույնը փոխանցում են ձեզ Հիսուսի անունով։ Ալելույա։ Թող Տիրոջ անունը փառավորվի, դուք ունեցեք ձեր դետրերը, գրիչները, գրքերը, որտեղ այստեղ շատ կարևոր մտքեր կան, հայտնություններ, որոնք եղբայրները կթելադրել, որ դուք գրեք, սիրելիներ։ Մենք հետո տեղ կտանք վկայությունների, բժշկությունների, շատ համով գերակուրներ կան ձեզ ասեմ։ Շատ օրհնյալ ընթրիքներ է Սուրբ Հոգին պատրաստել։ Ինձ համով եմ, որ մի ճաշը քանի անգամ կարաս ուտես։ Արդեն 10 օր գերել ենք, 10 օրեր ստեպտի ուտենք, դրանից առաջ պատանյականին էլի գերակ, ամսի մեկից ուտում ենք, մինչև համով է։ Սուրբ Հոգին է այս բոլոր ճաշերը պատրաստել։ Կմտնեն ձեր մեջ Հիսուսն ասեց, որ դուռը բացեք, և ձեզ հետ ընթրիք կանեն։ Ընթրիքը պատրաստել է Սուրբ Հոգին։ Փառավորվի Տիրոջ անունը։ Ալելույա։ Մենք հիմա մի կարճ աղոթքով փառաբանենք Տիրոջը, հետո կարգի կանոնների մասին խոսեն եղբայրները և աղոթքով վերջացնենք։ Կանգնենք աղոթքի։